Իր առաջին անհատական ցուցահանդեսում անիմատոր եւ նկարիչ Գոհար Սարգսյանը խստապահանջ ընտրությամբ ներկայացրել է բացառապես վերջին 2 տարիների գործերը։ Հայեցողը խորագրով ցուցադրում է երկամյա կուտակումների արդյունքը, այնինչ անտեսանելի է ամենօրյա սպառողական կենցաղում։ Տեսնել շատ ավելի խորը, ինչ որ մյուսները չեն տեսնում, եւ ունենալ հայեցողի նման լուր հերվից, լուր դիտելու առանց միջամտելու, դիտելու այդ օժտվածությունը։ Գրաֆիկական պատկերների նրբությունը, անկեղծ մտերմիկությունն ու ազատությունը Գոհարն իր կենսական պահանջների արտացոլանքն է համարում, մեկնաբանությունը թողնելով լսարանին։ Արվեստը Հայաստանում հատկապես շատ մանիերիստական կա անկեղծության պակաս, իսկ օրինակ Գոհարի ստեղծագործությունները իսկապես շատ անկեղծ են։ 3 տարբեր տեխնիկայով ստեղծված ծառերը, առաջնորդները, պերսոնաժները շարքերում հեղինակն ազատ է նյութի ընտրության հարցում։ Շատ են բազմաֆիգուր խառը տեխնիկայով գործերը, որոնցով Գոհարը սահուն անցնում է մի նյութից մյուսին։ Ժամանակ առ ժամանակ ես փոխում եմ նյութը, դա կլինի կինոն, դա կլինի թուղթը, դա կլինի կամերան, ես չգիտեմ հետո ինչ կանեմ, որովհետև ամեն մի ժամանակ այդ ներսից եկող պահանջները յուրահատուկ նյութ է պահանջում։ Սարգսյանների տաղանդաշատ ընտանիքում Արարատ Սարգսյանի զավակները, Արշակ եւ Գոհար Սարգսյանները ժառանգել են ընտանեկան գլխավոր սկզբունքը։ Կյանքը շատ կարճ է, յուրաքանչյուրը պետք է գտնի իր ստեղծագործական սկիզբը։ Մի կյանք է, այդ կյանքը շատ արագ անցնում է, ամեն մարդու մեջ կա ստեղծագործական ցկտում, ստեղծագործական էներգիա, ստեղծագործական շնորհք։ Գոհարի համար շատ ուրախ եմ, շատ վստահ եմ, որ նոր լավ ցուցահանդեսներ կանի մոտակա տարիներին։ Այնինչ ստեղծել է մինչև այդ կինոյում եւ գեղանկարչության մեջ Գոհարն արդեն անցած փուլ է համարում։ Հիմա հայեցողության նոր շրջան է։ Աշխարհում ճգնաժամերը շատացել են, գեղեցիկի ու լույսի պահանջը մեծացել։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, օրակարգ։